Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Միլայի խոհանոցում եք։ Մի քանի օր առաջ քույրիկս հարցնում էր, ինչ համով աղցանի բաղադրատոմս կասես։ Ահա, խնդրեմ, համոզված եմ ձեզանից շատերն էլ այս մի քանի օրերին կուզենան համով աղցան պատրաստել, բայց հուշման կարիք ունեն, խնդրեմ։ Հավի կրծքամիսը անջատել եմ ոսկորից, ջուր եմ դրել եռալու։ Ջրի մեջ ավելացնում եմ աղ ու էս եռման ջրի մեջ դնում եմ հավի մսի կտորները, կրծքամիսը ավելի ստույգ։ Ինչու եմ եռման ջրով եփում կրծքամիսը, ասեմ ձեզ, երբ եռման ջրի մեջ ես իջեցնում միսը, այն իսկույն պատվում է կեղևով եւ բոլոր համերը խտանում են հենց ներսում։ Իսկ երբ ձեզ արգանակն է պետք, այսինքն ուզում եք ապուր պատրաստել, այդ դեպքում միսը սառը ջրով դրեք, թող միասին եփվեն, հետո կավելացնեք ինչ-ինչ բաղադրիչներ, ասենք համեմունքներ, սև հատիկավոր պղպեղ, այնտեղ նեխուրի պոչ, գազար, մի խոսքով այդպես արգանակն է համով լինում, իսկ այսպես, երբ միսն եք դնում միանգամից եռման ջրի մեջ, միսն է համեղ ստացվում, այս աղցանի մեջ մեզ միսն է պետք, դրա համար միսը հենց եռման ջրով եփեցի, լավ, շարունակենք, հավաքում ենք մսի վրայի փրփուրը, սպասում ենք մինչև լավ եփվի, պատրաստ լինելու պես հանում ենք, եթե ջուրը արգանակը նկատի ունեմ քիչ է աղի արած, կարող եք հենց հիմա, երբ տակ-տակ հանում եք կրծքամիսը, կարող եք անմիջապես վրան աղշաղ տալ, հենց հիմա։ Միսը հանեցի սիրելի բարեկամներ, հիմա թողնում եմ հովանա։ Հիմա հավի կրծքամիսը պետք է կտրատել քառակուսիներով, նկատի ունեցեք ոչ թե գզում եմ, այլ կտրատում քառակուսիների։ Հիմա կտրատեմ քառակուսիների և ձեզ ցույց տամ։ Ահա այսպիսի շերտերի եմ բաժանում, նույնհետև շերտերը վերածում եմ ահա այսպիսի քառակուսիների։ Բոլորը կտրատեմ, ձեզ ցույց տամ։ Ահա այսպիսի կտորների վերածեցի սիրելիներս ամբողջ հավի կրծքամիսը։ Այս աղցանը կարող եք պատրաստել նաև հնդկահավի կրծքամսով, շատ համեղ է պատրաստվում։ Այս դրվագում օպերատորը ինչ-ինչ նկարահանման ֆորմատներ է փորձարկում, ինչ-որ ձևեր է անում։ Հավի կրծքամիսը տեղափոխում ենք աղցանամանի մեջ, սիրելի բարեկամներ, ահա այսպես։ Դրան եմ ավելացնում մանրած ընկույզ։ Հա, այսպես կտրատեցի, սիրելի բարեկամներ, ընկույզը շատ չենք մանրացնում, ավելացնում ենք աղցանի վրա, հավի կրծքամսի վրա, սիրելի բարեկամներ, ահա այսպես։ Աղցանի մեջ եմ ավելացնում նաև ջրքանված եգիպտացորեն, ավելացրեք ինչքան ուզում եք, կարելի է ավելացնել նաև կտրատված սունկ, կամ եգիպտացորեն, կամ սունկ։ Բաղադրաչափեր անպայման կգրեմ, նաև սխտոր սիրելիներ, կամ քերեք, կամ կտրատեք, ահա նաև սխտոր, մի քիչ սև պղպեղ և մայոնեզ ու թթվասեր, սիրելի բարեկամներ, ու խառնում ենք, ահա այսպես, լավ խառնում ենք ողջ բաղադրիչները։ Խառնեմ և ձեզ ցույց տամ ամբողջ աղցանը։ Աղցանը պատրաստ է, թողնում ենք մի քանի րոպե հանգստանա և մատուցում ենք։ Անչափ համեղ, ասեմ ձեզ։ Փորձարկենք։ Շատ համեղ է։ Մի քիչ որ հանգստանա, ընկույզը կթացանա, կներծծվի հավի մսի, մայոնեզի խոնավությունից, կմեծանա ու համերն էլ կմիախառնվեն, էլ ավելի համեղ կլինի։ Անպայման պատրաստեք։ Ահա և աղցանը, սիրելիներ, աղցանամանի մեջ, ասեք, որ շատ գեղեցիկ է, շատ ներկայանալի տեսք ունի, համի մասին վստահեցնում եմ, որ շատ համեղ է ու անպայման խորհուրդ եմ տալիս պատրաստել։ Ես ուղղակի 100% եմ վստահ, որ այս աղցանը ձեզ շատ դուր կգա և նաև բոլոր նրանց, ովքեր կճաշակեն։
Այսօր էլ այսքանը։ Սիրով ձեր Միլա։